Ինչ նախագծի մասին է խոսքը գնում։ Դե ընդհանրապես աշխարհում շատ քիչ տեղերում է, ինչքան որ ես գիտեմ, որ էլեկտրաբաշխիչ ցանցերը բացառապես մասնավոր են։ Երևի 1, 2, 3, միգուցե ամենաշատը 5 երկիր այդպես կարող եմ մտաբերել։ Բայց մարդասեփականությունը հիմնարար չի։ Դե դա սովորական բիզնես չի, դա հանրային ծառայություն մատուցող բիզնես է, եւ այդ բիզնեսը նաեւ ունի պարտավորություններ, իզուր չի, որ դրա գործունեությունը կարգավորում է նաեւ ՀՑԿՀ հանձնաժողովի միջոցով, այսինքն դա խանութ չի, էլի, որ մի օր բացես, մի օր փակես, մի օր ապրանք մատակարարես, մի օր չմատակարարես, մի օր լավ մատակարարես, մի օր չմատակարարես, դա հանրային ծառայություն է եւ իրենք ստանձնել էին պարտականություն 15 թվականի կատարել կոնկրետ թվով ներդրումներ, այն ժամանակ գիտեք, որ էլի շատ վատ վիճակ էր հեծում եւ ինչպես ժամանակը ցույց տվեց, դե մաշվում է, հեծը մաշվում է, էլի, ինքը լարերը, տրանսֆորմատորները, ենթակառուցվածքները մաշվում են եւ անընդհատ պիտի ներդրում անես։ Ինչի լավ, լիրիկան հետո, էլի, ինչի հետևանքով տեղի ունենում հոսանքի տատանում, այսինքն անընդհատ դու պիտի ներդրում անես։ Դե վերջին շրջանի տատանումները հոսանքազերկումները ցույց են տալիս ու նաև ՀՑԿՀ ուսումնասիրությունները, նաև ՀՑԿՀ, դե դրա համար գոյություն ունի ՀՑԿՀ, որի նախկին ղեկավարը նույնիսկ ընդունում էր, որ իրենք անհրաժեշտ քանակի ներդրումներ չեն արել այնտեղ։ Եվ դա բավարար է, պարոն Այո, դու գիտեք, որ մենք հիմա շատերն ասում են, սա նոր ենք հիշել այս թեման, ես ուզում եմ հիշեցնել, որ երբ էր 3-4 ամիս առաջ, երբ Գարեգին Բաղրամյանը հրաժարական տվեց, չէ, տարուց ավել տարի չկա հաստատ, այն ժամանակ մենք իրեն հրավիրեցինք ֆրակցիա, ունեցանք խոսակցություն, այսինքն այն ժամանակ ոչ եկեղեցականների, ավելի ճիշտ հետ կապված թեման կար, ոչ Սամվել Կարապետյանի հետ կապված թեման կար, հետի հարցն էինք մենք քննարկում եւ Չէ, ուզում ասեմ հարցը կար եւ դե որովհետեւ քննարկեցինք եւ այդտեղ մենք բացահայտեցինք ի զարմանս մեզ, որ ահռելի թվով ներդրումներ այնտեղ չեն կատարվել կամ արդյունավետ չեն կատարվել, ել չասած նրա մասին, որ հեծը մի շարք դեպքերում չարաշահում է իր մոնոպոլ դիրքը, մասնավորապես շատ դեպքերում մենք շատ բողոքներ ենք ստանում նոր բաժանորդներից, որ ստիպում է իրենց նոր բաժանորդ դառնալուց հետո համապատասխան, ասենք, հաշվիչներ կամ տրանսֆորմատորները ձեռք բերել իրենց հետ փոխկապակցված ընկերությունից, շատ որակավորված սպառողներից կամ ընդհանրապես սպառողներից մենք բողոքներ ենք ստանում, որ շուկայի ազատականացված հատվածում հետի հետ փոխկապակցված ընկերությունները ստիպում են, որ որակավորված սպառողները հոսանքը ձեռք բերեն հենց իրենցից, իսկ շուկայի ազատականացման իմաստն է, որ որակավորված սպառողները ձեռք բերեն անկախ մատակարարներից, ինչպես? իրավաբանները զբաղվում են այդ ստիպելու։ Որովհետև դրանք բողոքներ են, որը, դե կամաց զբաղվում է։ Հիմա որ դիմենք, ասեք, բա ինչի հիմա դիմեցիք։ Հիմա որ դիմենք, որովհետև այդ օրենքը, նախագիծ է շրջանառվում, ինչ նախագիծ է շրջանառվում։ Ինչի մասին է խոսքը։ Ով էր ասում։ Վարչապետը երեք հայտարարեց, որ նախագիծ է շրջանառվում, ինչ նախագիծ է շրջանառվում։ Ազգային ժողովում հեծը պետականացնելու մասին ճիշտ եք հիշում եք բերումը, ես ծանոթ չեմ նման նախագծի, ճիշտն ասած։ Միգուցե կառավարությունում է շրջանառվում, միգուցե չգիտեմ, բայց Հետից դժգոհություններ, ինչ որ սարքեր է վնասվել օրինակ վիցիտատաններից։ ես անձամբ մեր տանը սարք չի վնասվել, բայց մենք մեկ մարդու մասին չենք խոսում, մենք խոսում ենք հազարավոր մարդկանց մասին, ասենք դուք եք դա միշտ գրում, դուք ունեք դժգոհություն, ես ինչքան հիշում եմ, այստեղ ներկաներին հիմա որ նայում եմ, ձեզանից յուրաքանչյուրը կարծեմ 1-2 ստատուս այդ մասին գրել է, որ տարան լույսերը անջատեցին լույսերը, այս ինչ վիճակա հեծում եւ ուր է նայում պետությունը եւ այլ, հիմա պետությունը նայում է, ասում եք դե ինչ ես նայում։ Անհանգստությունները Սամվել Կարապետյանին արդյոք ասել եք, եթե դժգոհություններ կար, ներդրումներ չի արվել, արդյոք այս հարցը իր հետ քննարկվել է։ Իհարկե քննարկվել է, դուք հիշում եք, որ հեղափոխությունից հետո իր հետ հաստատվել էին շատ նորմալ բարիդրացիական հարաբերություններ, հաշվի առնելով, որ
Ասենք, մեր հայրենակից նա որոշակի հաջողությունների հասած, Հայաստանի համար որոշակի, որոշակի փուլում բանորոշ։ Ով էր ասում էր մեծ ներդրումներ է արել։ Կարծում եք Սամվել Կարապետյանը Հայաստանի համար քիչ բան է արել։ Չէ, որոշակին քիչը չի, որոշ, մի որոշ քանակի։ Դրա հակառակը անորոշն է։ Ավելի շատ բան է արել, քան ամբողջ խմբակցությունը ձեր միասին վերցրել։ Դա ձեր գնահատականն է, ձեր կարծիքն է, հիմա դուք հիմա ուզում եք ինձ հետ բանավիճել, թե իմ կարծիքն է լսել։ Որոշակի հակառակը անորոշն է, Փայլակ ջան։ Ոչ թե շատն ու քիչն է, որոշակի նշանակում է մի որոշ։ Ասում է շատ մեծ ներդրումներ է արել Սամվել Կարապետյանը։ Բայց մենք հիմա հետից ենք խոսում։ Ոչ թե ընդհանրապես ներդրումներից, այլ մենք խոսում ենք շատ կարևոր ենթակառուցվածքից, որը կրկնում եմ, սովորական բիզնես չի, էլի, որ մի օր լավ աշխատի, մի օր վատ։ Այդ ցանցը պիտի աշխատի շատ լավ։ Որ դառնալու է պետականացվելու է, այստեղ որևէ այլ բան չի, սցենար չի կարող լինել։ Նպատակը դա է։ Այո։ Այսինքն անիվի ճակատագրին չի արժանանա։ Դժվար թե, որովհետև Որտեղից վստահությունը, որտեղ անիվի վերաբերյալ էր, հա, իշխանության պատկերացումները բավականին մեծ, հետո մենք տեսանք, թե ինչ ճակատագրի արժանացավ անիվը, ինչ կոռուպցիոն սկանդալներ այնտեղ բացահայտվեցին, ինչպես է մեկը մյուսի բարեկամ այնտեղ տեղավորել աշխատանքի եւ այլն։ մենք դա գիտենք այլ պետական մասնաբաժնով այլ ձեռնարկություններից, օրինակ ինչպես ԶՊՄԿ-ից, մեր խոշորագույն հայկատուի պատմությունից դա գիտենք, դուք անիվի պատմությունն եք բերում, իսկ լավ օրինակի ինչի չեք բերում, ԶՊՄԿ-ի որտեղ 24, դա էլ է մի ձև պետություն, դա էլ է։ Հա, իհարկե վատ օրինակ է։ Վատ օրինակը մնացածը պետքա բարձան։ Նարեկ, այնպես գիտես, քեզ թվում է, այսինքն ես վարանելու եմ, ինչ որ իմ կարծիքը ասելու։ Այնպես այդտեղից այնպես գոռացի, դուք խոստովանեցիք, ոնց որ Ամերիկայում հայտնաբերել, իհարկե վատ օրինակ է, այսինքն պետք որովհետև արդյունավետ չի աշխատել։ Դա չեմ կարող ասել, ազատության մեջ։ Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել։ Դուք կպատաններ եք որպես քաղաքական գործիչներ։ Այդ հարցը անիվի հարցը հիմա այնտեղ եթե խոսում ենք չարաշահում, մի բան է անարդյունավետությունը, մի բան է չարաշահումը։ Նրանք տարբեր բաներ են։ Մեկը անարդյունավետություն է, կարող է տեղի ունենալ ոչ չարակամորեն, որոշ դեպքերում անզգուշորեն, իսկ չարաշահումը դիտավորյալ չէ, ասում եմ, եթե դա չեք թողում ավարտեմ, ասում եմ, իսկ եթե խոսում ենք չարաշահումից, ինչպես բառը ինքը ասում է, դա կարող է ունենալ միայն դիտավորյալ, եւ եթե նման բաներ եղել են, իհարկե դա էլ պետքա հետաքննվի եւ դրան գնահատական պետքա տրվի, ասենք ինչի պիտի ես դա չասեմ կամ թաքցնեմ կամ այնպես եք զարմացած նայում, ոնց որ լավ բարձա 34-րդ տեղը ամեն դեպքում անում է, էլի Իրանը 30։ Բայց 24-ում ունենք։ Ակտուալ չի 34։ Ձեր հումորն էլ ակտուալ չի, բան եղող։ Հումոր չի, իրականությունն է։ Իշխանությունն էլ ակտուալ չի, ունենաց հումորը։ Փայլակը տրամադրված է, մեր կողմից, չես։ Չէ։ Տրամադրված է, դիրքավորված է, Փայլակ ջան, չէ։ Լավ զգացվեց։ Անդիմությանն էլ է, սենց դու հարցեր տալիս, հա։ Հասանա, լավ։ Հետևեք։ Հարցը տողի քանակի բառերի քանակի մեջ չի է, հարցը նրա մեջ է, որ պարոն Կարապետյանը արեց շատ հստակ հայտարարություն, ես ուզում եմ հիշեցնել այդ հայտարարության բովանդակությունը, ինքը ասեց, եթե քաղաքական գործիչները չկարողանան, կարող եմ բառի ճշտությամբ չասեմ, բայց միտքը դա է։ Ես ասեմ դուք ինձ ուղղեք, եթե քաղաքական գործիչները չկարողանան հարցը լուծել, մենք մեր ձևերով կմասնակցենք։ Ահա, դե իրանք ով են իրանք նախ ով են իրանք։ Ում է ինքը ներկայացնում։ Սամվել Կարապետյանը ներկայացնում է հավատավոր ժողովրդին։ Շատ լավ, դե դա թող այդպես ասի, միգուցե, եթե դա նկատի ունի։ Հա, սինխրոն միտք դնելու խնդիր, տեսնում եք։ Հա, մենք մեր ձևով կմասնակցենք, իսկ հաշվի առնելով, թե ինքը ով է, այսինքն որտեղ է իր կապիտալը, ինչքան է իր կապիտալը, հաշվի առնելով, թե ինչ ինքը կարող է նկատի ունենալ, կարող ողջամիտ կասկած, որ ինքը կարող է նկատի ունեցած լինել ոչ իրավաչափ գործողությունը։ Չէ, որովհետև եթե ինքը խոսում է քաղաքական process-ի մասին, կարող է ասել մենք կմտնենք քաղաքական
process-ի մեջ, կդառնան քաղաքական գործիչ, կմասնակցեն կտրապայքարին, դա կլինի նորմալ, բայց ինքը ասում է, թե քաղաքական process-ը չստացվի, մենք մեր ձևով կանենք, քաղաքական process-ի մեջ իր ձևը ո՞րն է։ Մոն վառելով աղոթելը, եթե դա է, կարող է հայտարարել, որ ինքը դա է նկատի ունեցել, եւ ես կարծում եմ մեր իրավապահները, ես հասկացել եմ ինչ-որ անօրինական բան, որովհետեւ ամեն օրինական բանը կարելի է տեղավորել քաղաքական process-ի մեջ, ցույցեր, ինչպես որ կգնդակահարեն իշխանության ներկայացուցիչներին, այդպես բան եք հասկացել։ Չէ, դա ինչի՞ միանգամից գնդակահարել, բայց նույնիսկ եթե դրանից եք խոսում, ասենք դա ինչ է այդքան ասում, ձեզ թվում է ես ինչա պիտի վախենամ, հա? Ինչ եք դա ասում։ Ուզում հասկանամ, էլի։ Այս կամ ձեր դուրը կգա, օրինակ, որ դուք դա ասում եք, հա, բայց հա, իհարկե նորմալ է, բայց վախը պիտի լինի ողջամիտ եւ այդ վախի աղբյուրը պիտի լինի հարգանքի արժանի։ Վախենում են ընդհանրապես երևույթներից, որոնց ծագումնաբանությունը հարգանքի արժանի է։